Մենք տաղավարում ենք, շարունակում ենք աշխատել սիրելի հեռուստադիտողներ, սա Առավոտ լույսը weekend-ը, միացեք մեզ, որովհետև հետաքրքիր մարդիկ արդեն մեզ մոտ են տաղավարում։ Եվ այսպես ողջունում ենք Պատանի երաժիշտերի դասական Եվրատեսիլ 2026 մրցույթի հայաստանյան պատվիրակ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանին, բարի լույս, եւ Պատանի երաժիշտերի դասական Եվրատեսիլ 2026 նախագծի պրոդյուսեր Անուշիկ Տեր-Ղուկասյանին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Մենք էլ ենք շատ լավ։ Ինչպե՞ս է սկսվել ձեր առավոտը։ Եթե հաշվի առնենք այս խիտ գրաֆիկը, զբաղվածությունները, ընդհանրապես դուք հասցնում եք հանգստանալ եւ հանգստանալ ունենալ առհասարակ։ Ու զբաղվել, չգիտեմ, ինչ-որ այլ ձեր սիրած աշխատանքով, թե։ Չէ, այս ընթացքում էս փուլում չէ, առավոտը միշտ սկսվում է զանգերով եւ նամակներով, Էլենինը կարծում եմ փորձերով, բայց Այն էլ է։ Բայց գուցե ինչ-որ հետաքրքիր բան ավելացնես։ Իմ մոտ նույն ձև շատ գրաֆիկը դժվար ձևի է, որովհետև առավոտվանից ինչ-որ նկարահանումներ, ինչ-որ փորձեր, դրա համար տենց էլի։ Բայց հաճելիորեն, չէ, դա հաճելի տրամադրություն է միևնույն է ձեզ փոխանցում։ Շատ հաճելի է, որովհետև ես արդեն մտածում եմ, որ հենց Եվրատեսիլը վերջանա, ինչպես մենք արդեն կհիշենք այդ ու Քանի որ Երևանում չի բնակվում, այս ընթացքում, քանի որ այստեղ մենք փորձել ենք գրաֆիկը շատ խիտ կազմել, այս առումով բրավո իրեն, որովհետև կարողանում է եւ փորձերի գնալ եւ նկարահանումների ամեն ինչ հասցնում է եւ Էլեն, քանի տարեկանից եք սկսել երաժշտությամբ զբաղվել ու երբ եք սկսել ֆլեյտա նվագել։ 6 տարեկանից։ 6 տարեկանից։ Դե մենք չենք սխալվում, երբ ասում ենք, որ այո, երաժշտությունը նրա արյան մեջ է, եւ դա դեռ գալիս է։ Մենք փոքրիկ քննարկում ենք ունեցել։ Սիրելի Անուշիկ, պատմեք մեզ առաջին ալիքի եւ եվրոպական հեռարձակողների միության համագործակցության մասին եւ ինչի արդյունքում է այս ամենը դառնում իրականություն։ Դե գիտեք, ի տարբերություն հիմնական Եվրատեսիլի եւ մանկական Եվրատեսիլի, այս մրցույթում պարտադիր չէ, որ երկիրը հաղթի, որպեսզի հյուրընկալես քեզ մոտ։ Այս մրցույթում հայտ ես ներկայացնում հյուրընկալելու եւ մեր հայտը կարող եմ ասել, որ մի քանի ամսվա բանակցություններից հետո վերջապես ընդունվեց եւ շատ ուրախ եմ դրա համար, քանի որ իսկապես հեշտ չէր, բայց քանի որ մենք շատ մեծ փորձ ունեինք դեպի Եվրատեսիլներ կազմակերպելու, ես կարծում եմ, որ մեր գործընկերները, եվրոպացի գործընկերները այդ մեր ճանապարհին հետևել են եւ եկել համաձայնության, որպեսզի մենք մեր երկրում անցկացնենք մրցույթը։ Շատ լավ։ Էլեն, մենք գիտենք, որ մինչ այս մրցույթը դու մասնակցել ես մեկ այլ մրցույթի ու հաղթել ես այդ մրցույթում։ Կպատմես մի փոքր ինչ մրցույթեր, ինչ ստեղծագործությամբ ես ներկայացել։ Ես նվագել եմ 2 փուլ ու շատ մեծ փորձ է, որովհետև ամեն նվագախմբել ելույթը իմ համար շատ հաճելի է ու կարևոր է։ Դրա համար շատ հաճելի է համել նոր մարդկանց հետ տեսնվել, ծանոթանալ, Առհասարակ նմանօրինակ մրցույթները շատ կարևոր են պատանի երաժիշտների ու ոչ միայն երաժիշտների համար եւ փորձառության առումով եւ առհասարակ ծանոթության Դա կարևոր պայմաններից մեկն է առհասարակ արտիստների համար, փորձի փոխանակումներ, անդադար լինել փորձի մեջ, ամերիկյան ծրագրերով հանդես գալ եւ այլն, ակտիվ բուրըն գործունեություն։ Մենք պատկերացում կազմեցինք, թե ինչպես ընտրվեց Հայաստանը եւ որ այս տարի պիտի այստեղ կայանա մրցույթը, բայց ինչպես ընտրվեց Էլենը, ինչը գրավեց բոլորին։ Այ հենց այդ մրցույթի շնորհիվ ի տարբերություն 2024 թվականի այս տարի SMS քվեարկություն չկար, պրոֆեսիոնալ ժյուրի կազմներ ընտրում հաղթողին ու կարող եմ ասել, որ Էլենը միանգամից գրավեց բոլորին եւ այդպես նա ճանաչվեց այս մրցույթի հաղթող։ Հուսամ, որ հիմնական մրցույթի հաղթող կամ մրցանակային տեղ եւս կգրավենք, կա այսպիսի կարծիք վարկած, որ միշտ փոքր տարիքի մասնակիցներին տրվում է առավելություն։ Պիտի նշեմ, որ Էլենը ամենափոքր մասնակիցն է մեր 11 մասնակիցների շարքում, հուսամ սա եւս առավելություն կլինի եւ կօգնի մեզ։ Ինչպես եղավ մրցույթին մասնակցելու այդ ցանկությունը։ Ես շատ մրցույթներին եմ մասնակցել, որի մեջ շատերը հենց առաջի տեղ եմ ստացել ու երաժշտի համար շատ կարևոր է տենց լավ կոնկուրսներ գտնել ու 2 տարի առաջ, որ անցել էր էլի նույնիսկ Եվրատեսիլը, ես նայել էի ու շատ ուզում էի էլի մասնակցեի։
Եվ սաբար այս մրցույթում քո հաջող ելույթով դու իհարկե լինելու ես գիզակետում կամ ամենաբարձր սանդղակներում կանգնած մի քիչ պատմության էջերը այս մրցույթի հետ տանք եւ հասկանանք առհասարակ ովքեր են Հայաստանը ներկայացրել եւ ինչ արդյունքներ են ունեցել։ Այս մրցույթին Հայաստանը 2 անգամ է մասնակցել։ Մեր առաջին մասնակիցը եղել է Նարեկ Կազազյանը կանոնահար եւ արդեն մի քանի տարի անց 2024 թվականին կրկին որոշեցինք մասնակցել մրցույթին եւ ներկայացավ Հայկ Քեքեքյանը հոբոյահար։ Շատ հաստատ մեր երրորդ մասնակցությունն է եւ երրորդ մասնակցության ժամանակ արդեն հյուրընկալում ենք նաեւ մրցույթը։ Իսկ ելեն ինչ ստեղծագործությունով ես ներկայանալու եւ հետաքրքիր է ինչու ընտրվեց հենց այդ գործը։ Ես նվագելու եմ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը երրորդ մաս ու շատ սիմվոլիկ է, որ հենց հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը ես նվագեմ հենց իր կոնցերտը Փոխադրված ֆլեյտայի համար։ Շատ լավ է։ Տրամադրությունը երաժշտական ֆանտաստիկ գեղեցիկ է լինելու վստահ ենք։ Խոսենք այն։ Իդեպ հնարավոր է Էլենը եւս չգիտի սրա մասին, բայց քանի որ այս մրցույթում հերթականությունը որոշում է շոու թիմը, պրոդյուսերների, ռեժիսորի կողմից, մենք որոշել ենք, որ Էլենը ելույթ կունենա 06 համարի ներքո, այսպես հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ծննդյան օրը Էլենը կկատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը 06 համարի ներքո։ Էլեն, մենք գիտենք նաեւ, որ այս ընթացքում դու պատրաստվում ես քննությունների, քննական շրջան է, այլ չի խանգարում մեկը մյուսին, ինչպես ես հասցնում ընդհանրապես։ Դե փորձում եմ ինչ որ ձևի հասցնեմ, իհարկե դժվար է այդ գրաֆիկով փորձերը, բայց դե տենց փորձում եմ։ Պատկերացրեք այդ շաբաթվա ընթացքում, ամենալարված շաբաթվա ընթացքում Էլենը հասցնելու է գնալ քննության եւ հետ գալ, այսինքն երկրից դուրս մեկնել եւ հաջորդ օրը հետ գալ։ Մենք սպասելու ենք հրաշալի ելույթ, բայց որպես նախագծի պրոդյուսեր խնդրում եմ ներկայացրեք մի փոքր շոուից ինչ է լինելու եւ այն կոնցեպտը, որ ընկած է երաժշտական տոնի շրջանակներում։ Իրականում այս մրցույթում հիմնականում համերգային ծրագիրը ու կառուցվածքը նույնն է լինում յուրաքանչյուր տարի, բայց մենք սրա մասին կրկին առիթներ են եղել խոսելու, միշտ ասում եմ, որ պայքարում ենք ամեն րոպեի համար, որպեսզի մեր մշակույթը կարողանանք ներկայացնել, չէ՞ որ սա շատ լավ առիթ է բոլորիս համար։ Մենք շատ սիրուն շոու ենք պատրաստել հեռուստադիտողի համար եւ Հայաստանի եւ եվրոպացի հեռուստադիտողի համար ամբողջությամբ համերգային ծրագիրը ողողված է լինելու խաչատրյանական երաժշտությամբ եւ հենց համերգի մեկնարկն էլ կտրվի Արամ Խաչատրյանի Այշեի պարը ստեղծագործությամբ։ Մեզ միացել է նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ նվագախումբը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը։ Ես ուզում եմ նորից վերադառնալ շոու կոչվածին եւ կոնցեպտին եւ գիտենք, որ հանդիսատեսը նաեւ վայելելու է բալետային ներկայացում, չէ՞։ Ովքեր են արտիստները, մոտավորապես ինչ տևողության մասին է խոսքը ու մի փոքր մանրամասներ բալետային ներկայացման մասին, եթե կարելի է։ Սա նույնպես նորություն է մեր կողմից, որովհետեւ սովորաբար երբ ժյուրի կազմը գնում է որոշման, այդ ընթացքում հանդիսատեսը ուղղակի նստում է եւ սպասում է, թե երբ են նրանք վերադառնալու։ Դա իմ առաջին շոկն էր 2024 թվականին ու ես մի անգամից հասկացա, որ մենք պետք է այդ առիթը չկորցնենք եւ 40 րոպե տևողությամբ ծրագիր պատրաստենք։ Այս դեպքում վարքյան, որ 40 րոպե խորագիրը գրող բալետային ներկայացում ու ոչ միայն բալետային ներկայացում, սա շատ գեղեցիկ ճանապարհորդություն է օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ողջ տարածքով։ Մենք բացահայտելու ենք գաղտնի անկյունները, առհասարակ ճարտարապետության գաղտնիքները ու պետք է նշեմ, որ այս պրոյեկտի վրա աշխատում է Արամայիսը Հայրապետյան իր թիմի հետ միասին եւ իհարկե համագործակցում ենք օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի ղեկավարն է Կարեն Դուրգարյանը։ Այսինքն նոր բեմադրված բալետային ներկայացում է, որ առաջին անգամ այդ օրը բեմում պիտի հանդիսատեսը տեսնի։ Կան հատվածներ, որոնք մեզ արդեն հայտնի բեմադրություններ են եւ կան հատվածներ, որոնք որ լրիվ նոր բեմադրված են, բայց պետք է շեշտեմ, որ ձայնագրությունները ամբողջովին նոր են, այսինքն սիմֆոնիկ նվագախումբը այս 40 րոպե ստեղծագործությունները կարելի ասել 0-ից ձայնագրվել է հատուկ այս նախագծի համար։ Հետաքրքիր է, չէ, ասում են 40 րոպե, բայց դա վստահաբար ամիսների մեծ ու ծավալուն աշխատանք է։ Իհարկե, եւ ոչ միայն դա առհասարակ այս պրոյեկտը ոչ միայն ամիսների, ես կարող եմ ասել տարի եւ ավելի մենք աշխատում ենք այս պրոյեկտի շուրջ եւ առաջին ալիքի թիմը իսկապես անում է ամեն բան, որպեսզի հունիսի 6-ին մենք հրաշալի շոուի ականատես լինենք։ Քո ընտանիքի անդամները, քո ընկերները, քո հարազատները
ամենամոտիկ մարդիկ, ինչպես են քեզ ոգևորում։ Մամաս, պապաս շատ են ինձ ոգևորում, դրա համար դրա պակասը ես չունեմ։ Շատ լավ պատրաստում են ինձ մինչև իմ ելույթը։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր, որ գուցե քեզ ոգևորեն, ասեն, այո, շատ աշխատի, շատ պարապի, որպեսզի կարողանաս լավ ներկայանալ եւ այլն, բայց հոգեբանական նաեւ ում կամ ինչից կարող ես ստանալ ամենամեծ աջակցությունը։ Ես մինչև իմ բոլոր ելույթները ինձ ասում եմ, որ ամենակարևորն է, որ ես հաջող ստանամ իմ նվագից, ու դա ինձ շատ ոգևորում է։ Երբ հունիսի 7-ին արթնանաք ու ամեն ինչ ավարտված լինի, ինչով կցանկանայիք զբաղվել այդ օրը, այդ պահին կամ այդ օրը։ Հիշեք, մրցույթը արդեն եղել է, լարված, բայց լարվածությունը անցել է, լավ համերգ եք ունեցել, հաղթել եք, հունիսի 7-ին արթնացել եք եւ ինչով կուզեք զբաղվել։ Գիտեք, ես հանգստանալու ժամանակ իրականում չունեմ, որովհետեւ ամսի 8-ին ես արդեն պետք է լինեմ Մոսկվայում ու մյուս օրը հունիսի 9-ին ես արդեն ուրիշ քննություն ունեմ, որին ես հիմա էլ պետք է արդեն սկսվեմ լավ պատրաստվել։ Շատ լավ, բայց մի փոքր էլ մեզ պատմեք այն հետաքրքիր օրվա մասին, որ դուք եղել եք Վիեննայում Եվրատեսիլի հետնաբեմում, մասնակցել եք վարպետաց դասերին, ինչ տվեց դա ձեզ, ինչ սովորեցիք։ Հա, ես եկել եմ Վենա ու եղել եմ backstage-ում Եվրատեսիլի, ինչպես էր անցնում Եվրատեսիլը, այնտեղ շատ սենց լույսերը, ամեն ինչը սենց շատ ոգևորեցին։ Շատ է դուր եկել Էլենին եւ ես հիշում եմ պետք է պատմեմ այս պատմությունը։ Էլենի հայրիկը պետք է դրսում իրեն սպասեր, որպեսզի նա գնային Վիեննայի փողոցներով շրջեին ու արդեն հետ վերադառնային համերգին։ Ու այդպես պայմանավորվում ենք, ասում եմ, այ Էլեն ջան, ինչքան ժամանակ կուզես անցկացնել ետնաբեմ, ասում եմ, դե մաքսիմում մի ժամ, շատ չեմ ուզում, ասում եմ, լավ, ու պայմանավորում ենք հայրիկի հետ, որ 1 ժամից տեսնենք, բայց ես վստահ էի, որ իրեն բավարար չի լինելու մի ժամը։ Հետո Անուշը գալիս է ասում է, «Վсё, Էլեն ջան, Վարդանը եկավ, պապաս եկա, գնա արդեն»։ 1 ժամն անցավ։ 1 ժամ անցավ, ասում եմ Անուշ ջան, կլինի մի քիչ մնա։ Եվ Էլենը հետ եկավ 8 ժամ հետո, չէ՞։ Ասեցի, բա, ես քեզ զգուշացնում եմ, որ շատ սիրելու ես։ Իրականում շատ միջավայրը։ Շատ լավ, վստահաբար այնտեղից շատ բաներ վերցրած կլինես որպես արտիստ եւ որոնք օգտելու են քեզ հաջող ելույթի համար։ Գիտեք, մի բան կուզենայի ավելացնել, որ Վիեննա այցելության հիմնական նպատակը այլ էր։ Էլենը եւ առաջին ալիքի թիմը նաեւ բացառիկ հնարավորություն ստացավ լինելու Վիեննայի մյուզիկ ֆերային դահլիճում, ոսկե դահլիճում, իդեպ այս դահլիճից տարիներ շարունակ առաջին ալիքը ուղիղ եթերում հեռարձակել է Վիեննա ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները եւ ամանորյա եւ ամառային հատուկ համերգները եւ ամենամեծ իրադարձությունն այն էր, որ Էլենը հանդիպեց Վիեննա ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար Դիտեր Ֆլուրիի հետ եւ վարպետության դաս անցավ։ Այս մասին կուզեի Էլենը նաեւ իր տպավորություններով կիսվեր, որտեղ սա շատ հետաքրքիր է։ Հա, ինձ էլ շատ հետաքրքիր էր տենց մարդու հետ տեսնվել, որտեղ ինքը եղել է առաջի ֆլեյտահար այդ Վենայի ֆիլհարմոնիկ օրկեստրում։ Դրա համար շատ հետաքրքիր բաներ էր ինքը ինձ ասել խորհուրդներ, որ ես իհարկե կօգտագործեմ։ Կարծում սա շատ լավ ու մեծ փորձառություն էր, այո, հիմնական ելույթից առաջ։ Ու առհասարակ եւ Վիեննա այցելության եւ դասական Եվրատեսիլի բոլոր գաղտնիքներին եւ շատ սիրուն ճանապարհին կարելի ասել կարող եք ծանոթանալ դասական Եվրատեսիլ ետնաբեմ խորագիրը գրող հաղորդման շրջանակներում, որոնք դեպի դասական Եվրատեսիլից սկսած մինչեւ այս մեր վերջնակետ, այս ճանապարհի վերջնակետը շատ գեղեցիկ կերպով ներկայացնում են։ Ակնկալիքներից մեկն էլ այն է, որ հանդիսատեսը եւ հեռուստադիտող առհասարակ այդ օրը վայելելու է գեղագիտական հաճույք, որովհետեւ ամեն դեպքում գործ ունենք դասական երաժշտության հետ, ինչը ֆանտաստիկ գեղեցիկ է, բայց տասնյակ մասնակիցներ մենք ունենք պատվիրակներ տարբեր երկրներից, ովքեր գուցե առաջին անգամ են լինելու Հայաստանում, Երևանում մասնակից լինելու դասական Եվրատեսիլի առհասարակ գլոբալ առումով, բացի իհարկե հաղթանակին ձգտելը, ուրիշ ինչ ակնկալիքներ ունենք եւ դեպի նոր ճանապարհներ արդյոք մեզ կտանի այս մրցույթը թե ոչ։
Այո, այս մրցույթի շուրջ կարծում երկու ակնկալիք կա, մեկը պատվիրակության եւ պատվիրակի մասով իհարկե, որպեսզի Ելենը շատ լավ ելույթ ունենա, այն էլ քանի որ կատարում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, սա շատ կարեւոր է թիմի եւ բնականաբար Ելենի եւ Ելենի ուսուցիչների համար, եւ երկրորդ ակնկալիքը ու սպասումը ես շատ մեծ հույս ունեմ, որ եվրոպացի հեռուստադիտողները ու պատվիրակությունները, հատուկ հյուրերը ուղղակի կվայելեն այդ օրերը եւ գող կմնան մեզանից։ Ես վստահ եմ, որ այդպես է ամեն ինչ լինելու է։ անում ենք դրա համար։ Շնորհակալ ենք շատ։ Բայց մենք այս հնարավորությունը մեր ձեռքերից բաց չենք թողնի, ելեն հնարավորություն կունենանք մենք լսելու ինչ-որ մի փոքրիկ կատարում։ Այ իհարկե։ Դուք հիմա պատկերացնում եք այն ապրումները, որ մենք ունենք, որովհետև մինչ դուք սպասեք հունիսի 6-ին, մենք այսօր մայիսի 31-ին մեր տաղավարում նրան լսելու ենք։ Այսքանից հետո մենք կարող ենք համոզված ասել, որ այո, իրականում այդ օրը բեմը փայլելու է, բայց յուրահատուկ իր կողմից փայլը փոխանցելու ամեն ինչին, այն ինչ որ կկատարվի բեմում, մեր պատվիրակ Ելենը նախ իր հմայքով եւ հետո անզուգական ու գեղեցիկ կատարման շնորհիվ։ Շնորհակալ ենք շատ, որ ժամանակ գտաք ու ինչ որ ժամանակի մեջ տեղավորվեցիք ու մեզ հետ այս գեղեցիկ օրվա ու միջոցառման մասին զրուցեցիք, խոսեցիք։ Մենք ձեզ մեծ հաղթանակ ու նորանոր հաջողություններ ենք մաղթում ու եւս մեկ անգամ ասում ենք շնորհակալություն։ Օրվա սկիզբը շատ երաժշտական էր, սիրելի հեռուստադիտողներ, սա առավոտ լուսո ուիկենդն է, միացեք մեզ, մենք շարժվում ենք առաջ։